Հովերչուկն ասում է, եթե ռուսական ընկերությունները վստահելի չեն Հայաստանում, չեն կարող այստեղ աշխատել, տնտեսական հաջողություններ ունենալ, ասում է, բա դուք էլ Ռուսաստանում ունեք գործարարներ, բիզնեսներ, նրանք ինչու պետք է Ռուսաստանում ունենան աշխատելու, կայանալու հնարավորություն, սա ինչի կհանգեցնի։ Տնտեսական պատերազմի հետո կսկսեն նեղացնել մեր Սփյուռքին Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչ ասեմ, 2 տարի շարունակ ես կոչ եմ անում, որ Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցները իրենց գլխի ճարը տեսնեն։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության վերադառնալու հարցը կարելի է լուծել։ Սա նշանակում է սպառնալիք, Օվերչուկը սպառնում է, այլ կերպ ասած ասում է, որ ձեր հանրությանը, քաղաքհանրությանը կնեղացնենք, բիզնեսին կճնշենք, ունեցվածքը ձեռքներիցդ կխլենք, եւ այլն, եւ այլն։ Սա է ասում։